մատնահետքերը չի կրկնվում, հա, նաև անգամ ձյունի փաթիլները չի կրկնվում։ Այնքան յուրահատուկ Աստված ունենք, որ ինքը ասես գործարան չի դրել, հա, ասենց շտամպով կանի սաղս իրար նման լինենք, էլի։ Ու ես աղոթում էի, շատ էի աղոթում եմ շաբաթվա համար, խոսքի համար, ու ես խոսք էի պատրաստում, որ չէր պատրաստվում, բայց շատ ուժի զորով պատրաստեցի այդ խոսքը ու վերջում ասեցի, Աստված ջան, բա դու ինչ ես ուզում։ Ու երբ որ ասեցի Աստված ջան դու ինչ ես ուզում, Աստված տվեց այս խոսքը։ Ասում եմ դե որ դու ես ուզում, էդ էլ ես եմ ուզում։ Գիտես, աղոթում էի եկեղեցու համար, աղոթում էի ամեն մեկիս համար եւ ուզում էի որ մենք հասկանանք որտեղ ենք մենք եւ ով ենք մենք եւ ինչ ենք անում մենք, հա, ինչ կարանք անենք մենք։ Գիտես, այնքան կարեւոր է, որ ես ու դու հասկանանք ու գիտակցենք ինչի համար ենք այս տարածաշրջանում, ինչի համար ենք այստեղ, ինչի համար ենք այս եկեղեցում, որտեղ ամեն եկեղեցի իր տեսիլքն ունի, իր նպատակը ունի, ու տենց աղոթելուց ստացա այս խոսքը եւ ուզում եմ անպայման այս խոսքը քեզ ասեմ, մերին էլ խոսքի մեջ ասելուց ասում էր, որ այդ դժվարությունները գալու են։ Գրված է, որ գայթակղությունները գալու են, այդ դժվարությունները գալու են։ Այնպես չի, որ Հիսուսն ասեց հետևեք ինձ, խնդիր ու խնդրեմ չեք ունենա։ Չէ, հենց սկսեցին հետևել Հիսուսին, սկսվեց խնդիրներն ու խնդիրները։ Սկսվեցին հալածվել հավատքի համար, չէ, ամեն ինչ սկսվեց։ Իհարկե, Աստվածաշունչը ասում է վերջին ժամանակները շատերի սերը կսարճի անօրենությունը շատանալու պատճառով։ Միգուցե անօրենությունը նաև կշատանա եկեղեցում։ Շատերի սերը սառացնելու համար։ Գիտես, դրա համար ես ուզում եմ, որ դու վառվող լինես, որ քո այդ սերը Աստծո նկատմամբ, մարդկանց նկատմամբ չսառի։ Միգուցե մարդիկ քեզ ցավացրել են, միգուցե մարդիկ քեզ վիրավորել են կամ ոտը տրորել են, կամ շատ ժամանակ քեզ չեն հասկացել։ Երբեմն մենք գալիս ենք ու նայում ենք մյուսին, ուզում ենք նրան նմանվենք։ Այս մեկի ֆինանսական վիճակն է լավ, այս մեկի միջավայրն է լավ, միշտ ուրախ, զվարթ։ Գիտես, ինչ ունի մտածելու։ Միգուցե նայում ես, ասում ես, այս մեկի առողջական վիճակն է լավ, այս մեկի ծանոթությունը վերջն է։ Գիտես, ես չգիտեմ, ամեն անգամ նայում ենք ինչ-որ մի բանի ու փորձում ենք ինչ-որ մեկին նմանվենք կամ ինչ-որ մի բանի նմանվենք։ Մտածում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր է։ Եթե նայես այս աշխարհի երիտասարդներին, իրանց սիրած երգչուհուն կամ դերասանին ուզում են նմանվեն։ Եթե իրանց սիրած դերասանը կամ երգիչը, երգչուհին մի հատ ասենք տատու, հա, նակոլկայ անում իր ձեռքի վրա, իր սաղ երկրպագուները գնում են ու անում են։ Կամ մազերի ձևը փոխում է, ուրիշ ձևը հարդարում, տեն մեզ բոլորը ձևը փոխեցին, կամ ինչ-որ մի հագուստ հագնում, բոլորը գնում են այդ խանութ այդ հագուստից առնեն, ուզում են ամեն մեկը ինչ-որ մեկին նմանվեն։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, չէ՞ որ Աստված ամեն մեկին յուրահատուկ ստեղծեց։ Ինչի են մարդիկ ուզում նմանվել ուրիշ մեկին, որ իրան չի ստեղծել, այտենց ոնց որ այն մեկին։ Գիտես, շատ կարևոր է, որ ես ու դու հասկանանք, ամեն տարիքում մենք սովորենք գոհանալ Աստծուց։ Երբ որ ես երիտասարդ էի, այդքան կրճիռներ չկար, աշկերիս տակը տենց ուռած չէր, հա, շատ ավելի թարմ ու լավ էի նայվում։ Հիմա տարիքը անցնում է, քո մարմինը մի քիչ ձևափոխվում է։ Սովորի այս տարիքում, այս իրավիճակում նույնպես ուրախանալ ու գոհանալ Աստծուց։ Սովորի ամեն իրավիճակների համար շնորհակալություն հայտնել Աստծուն։ Գիտես, շատ ավելի հեշտ ապրի, շատ ավելի թեթև ապրի, որովհետև դու Աստծուն դուր ես գալիս։ Դու Աստծո ստեղծագործությունն ես։ Աստված ուրախանում է եւ հիանում է քեզ նայելով, բայց դու քեզ նայելով տրտմում ես ու Աստծո սիրտը տրտմեցնում ես։ Ոնց որ քո երեխեն գասի, խեմ ես այդքան գեշ։ Մի ուրիշ խոսքերով ասել, խես ինձ ես գեշ ծնե, չէր կարում սիրուն ծներ։ Մի քիչ զարմանալու է, չէ՞։ Այդ մեղադրանքները հեչ տեղին չեն։ Այդ նմանությունները հեչ տեղին չեն։ Գիտես, ես ուզում եմ, որ մենք իրականից վայելենք այս կյանքը։ Ամեն իրավիճակներում կարող եք վայելել այս կյանքը։ Ամեն իրավիճակներում կարող եք թեթև ապրել։ Պետք չի խնդիրների մեջ խեղդվեք, ոնց որ մերին էր ասում։ Շատ կարևոր է, որ ում ես դու քեզ նմանացնում։ Գիտես, ես ծաղիկների նկարներ եմ ընտրել ու մտածում եմ, ասում եմ,
ինչ հետաքրքիր կլներ, եթե երկրի վրա մի հատ տեսակի ծաղիկ լիներ։ Թե ավելի հետաքրքիր է, որ շատ ծաղիկներ լինեն։ Օրինակ վարդը գեղեցիկ է, շատ։ Ես էլ եմ սիրում վարդ նվիրել, բայց մի բան չեմ սիրում, որ փշոտա ծակում է։ Բայց դա իր էությունն է։ Երբ որ ասում ենք վարդ, այդ փշերը անբաժանելի մասնիկն է իրա, ճիշտ է։ Հիմա ձնծաղիկը, լավն է թե չէ։ Ինքը կարա գլուխ գովասի, ես առաջինն եմ, որ հայտնվում եմ ձնից հետո։ Հետո ինձ հետո ով կհայտնվի, ինչ կլինի։ Գարնան ծաղիկը կակաչ է։ Հեսա մյուս շաբաթ մարտի 8-ից բոլորը սիրում են իրար կակաշներ նվիրել, չէ։ Գարնան խորհուրդը ունի։ Գիտես, ես մտածում եմ ինչքան լավ է, երբ որ ծաղիկները տարբեր են, բուրմունքները տարբեր են, տեսքերը տարբեր են, նույնպես երկրի վրա մարդիկ ինչքան լավ է, որ ազգությունները տարբեր են, մշակույթները տարբեր են, բոլորը մի նման չեն։ Մի տան մեջ երեխաները տարբեր են։ Մի հորից, մի մորից երեխաները տարբեր են։ Եկեղեցիներն են տարբեր, ամեն բան տարբեր է, ու դա Աստծո գեղեցկությունն է այդ ամեն ինչի մեջ։ Ամեն ինչը, եթե դու վարդ չես սիրում, դու հաստատ կակաչ կսիրես։ Եթե կակաչ չես սիրում, ռամաշկա կսիրես։ Ես չգիտեմ, ինչ որ մի բան ուրախացնում է այդ ամեն ինչը, զվարթացնում է քո աչքերին, քո սրտին մի նոր երանգներ է տալի, գույներ է տալի։ Ես վերջերս մի տեղ էի ու մեխակ տեսա։ Գիտեք, այդ մեխակը վերցրեցի ու հոտ քաշեցի։ Այն ոնց որ մանկությունից այդ մեխակը որտեղ տեսել եմ, ինձ բուրմունք էր տարածում մեխակի։ Ու վերցրեցի ու հոտ քաշեցի, հոտ չէր գալիս։ Ասեցի սա արհեստական է։ Սա պլաստմասից է, ասին չէ, իրական է։ Վայ ասի, բախի հոտ չի գալիս։ Շատ զարմացած էի։ Նկատել եք, այստեղ մենք կարանք լոլիկ ուտենք, վարունգ ուտենք, հոտ չի գալիս, համ չկա։ Մեր Հայաստանի բերք ու բարիքը մի քիչ տարբերվում է այստեղից, երբ որ արևի տակ իրա հունով աճելա, չէ։ Գիտես, հիմա մենք չեմ ուզում, որ արհեստական լինենք, ուզում եմ բնական լինենք, ժողովուրդ։ Աստծո հոտը մեզանից գա, մենք Աստծո հոտն ենք գրված Աստծո խոսքի մեջ։ Ուզում եմ իրական լինենք։ Ով է պատկերացնում Աստծուն մուննաթով եւ զուննաթով։ Ով է պատկերացնում Աստծուն դժգոհ։ Գիտեք, ես նայում եմ, անգամ Աստծո մարդիկ, որ գրված Աստվածաշնչի մեջ, անգամ դրանք դժգոհ չեն։ Չնայած անցնում են շատ մեծ խնդիրներով ու պրոբլեմներով, այն որ շատ հեռու ենք այդ ամեն ինչից։ Դրա համար ես տենց մտածում էի ու գրել եմ. դու ես ուզում նմանվես։ Դու նայում ես ուրիշին, բայց Աստված քեզ իր նման ստեղծեց։ Ու իրան պետք է նմանվես, որովհետև Աստված սեր է։ Մեր սաղ պրոբլեմներն ու խնդիրները նրանից է սկսում, որ մեր մեջ սերը պակասում է, թե Աստծո նկատմամբ, թե մարդկանց նկատմամբ։ Մենք քիչ ենք աշխատում այդ ուղղությամբ մեր վրա, բայց Աստված ուզում է, որ մենք իրան նմանվենք, մենք էլ Աստծուն թողած ում ասես ուզում ենք նմանվենք, բացի իրենց։ Այս մեկը լավ ավտո է վարում, սպասի ես էլ հեսա գնեմ դրանից լավը, որ դիմանաս ես ով եմ։ Ում հետ ես համեմատում, սիրելիս։ Բա քեզ պետք է։ Կարաս համեմատվես այնց մի մարդու հետ, ասենք Եղիայի հետ, որ երկնքից ժամանակակից ոչ չինական արտադրության կարգերը կան, երկնային արտադրության կարգերը կան քո հետևից։ Կարաս լինես այդպիսի մեկը, որ երկինքը ծափահարի քեզ։ Գիտես, մենք ոչ մեկին ոչ մի բան չունենք ապացուցելու։ Եթե մի բան ունենք ապացուցելու, եկեք դա անենք Աստծո համար եւ Աստծո հետ։ Եկեք լինենք իրական, իրական ուրախությունով լցված, իրական խաղաղությունով լցված, հա? Որովհետև ամեն մեկս մի նպատակի համար ենք ստեղծված, ոնց որ ծաղիկները։ Ես վերջերս խոսում էինք, ասում եմ, թե քո ժամացույցի մեջ շատ դետալներ կա, բայց եկեք ամենափոքրին հանենք։
Միթե մարդիկ կարան ժամը տեսնեն։ Միթե այն մնացած բոլոր դետալները կարող են այդ մի փոքր աննշան դետալի տեղը լրացնեն։ Գիտես, դու հենց այնպես էստեղ չես։ Դու շատ կարևոր մեկն ես։ Դու այն մեկն ես, որ կարաս կանգնացնես Աստծո գործը, բայց կարաս առաջ խաղացում տաս։ Դու շատ յուրահատուկ ես, չնայած քո գործը չի երևում, չնայած քո գործը կարող է ամենափոքրն է քո կարծիքով, բայց ոչ Աստծո։ Պատկերացնում եք, մի ամբողջ ժամացույց սկսում է իր ֆունկցիայից հրաժարվել, այն ամենափոքր դետալի պատճառով։ Այսօր իմ ու քո պատճառով կարա Տիրոջ գործը կանգնի, հա։ Ես հավատում եմ մի որոշ ժամանակ է պետք Աստված գբերի այդ դետալի տեղը մի ուրիշ դետալով կփոխարինի։ Մի ուրիշ մեկը կփրկվի կգա քո գործը կանի, բայց ինչի համար դու չանես։ Ինչի համար դու այդ վարձքը չվերցնես։ Ինչի, որովհետև մեկը քո ոտը տրորել է, որովհետև մեկը քեզ թարսանա է, որովհետև մեկը քեզ չի հասկացել։ Այն ռուսեր են ասում կներեք, тут при чем Աստված։ Ես այսօր առավոտյան լսում էի Բիլի Գրեմից մի հատված, ասում մի 17 տարեկան տղա եկել էր Բիլի Գրեմին սպաներ, որովհետև զայրացած էր Աստծո վրա։ Ասում եմ, ինչ հետաքրքիր է, չէ։ Դե գնա Աստծուն սպանի։ Ինչ ես եկել Աստծո մարդին սպանում։ Հիմա սատանան գիտի ուր ուղղորդի այդ մարդու զայրույթը։ Բիլի Գրեմը շատ ակարոզում, մարդիկ ապաշխարում են, արի Բիլի Գրեմի երկրի վրայից վերացնեմ։ 17 տարեկանի սրտին դրել է, զենքը վեկարել է, գնացել է, դուրս է եկի ապաշխարությամբ, որ կրակի Բիլի Գրեմին։ Պատկերացնում եք։ Այսօր քեզ էլ միգուցե սատանան չի սիրում, որովհետև դու Աստծուն սիրում ես։ Այսօր քեզ էլ միգուցե սատանան չի սիրում, որովհետև դու Աստծուն ծառայում ես։ Բայց չհանձնվես։ Այդ սաղ անցել ենք։ Գիտես, ուզում եմ ասեմ, ամեն ծաղիկ իր հոտը ունի, իր տեսք ունի, իր ուրախություն ունի։ Ծաղիկը բան չի անում, բայց նայում ես տրամադրությունդ բարձրանում է, ուրախանում ես։ Դու էլ այդպեսին եղի, Ծննդոց 1:26։ Եվ Աստված ասեց. մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես մարդ շինենք։ Փաստորեն ես Աստծո նման եմ, բայց ես ուզում եմ նմանվեմ Սեդային կամ Աշոտին։ Այ մարդ, դու պետքա նրան էլ նման ես։ Պատկերացնում ես։ Դու Աստծո գեղեցկությունն ես այս երկրի վրա։ Դու Աստծո սրտի ուրախությունն ես այս երկրի վրա։ Աստված ասում է, հələ մի հատ մանկամ Տիգրանին գտնեմ, որ ուրախանամ։ Նոր Վասիա երեխեքը ստեղ էին, տեսակ, որ տենում եք, ինչ վերապրում եք ունենում։ Էլի սրանք ստեղ են, թե շպտում եք, ուրախանում եք։ Շպտում եք, ուրախանում եք, չէ։ Աստված էլ քեզ տենալուց ուրախանում է։ Ինչի համար է ստեղծել ինձ ու քեզ, որ իշխե ծովի ձկների, երկնքի թռչունների եւ անասունների եւ բոլոր երկրի վրա։ Երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Գիտես, մի ուրիշ խոսքերով ասած, բոլոր իրավիճակների վրա Աստված ուզում է, որ դու իշխես։ Բայց չգիտես ինչի, բոլոր իրավիճակները մեր վրա են իշխում։ Եթեվել գիտեի, այսօր արթնացա ու 17 աստիճան մառոզա, վայ ավտոս լվացի ու արդեն ձունա գալու, այ մարդ փառք Աստծո, գոհացի այդ մառոզի համար, գոհացի այդ ձնի համար, ամեն ինչի համար սովորի գոհանալ, Աստծո ստեղծագործությունն է։ Եվ Աստված ստեղծեց իր պատկերով մարդը, պատկերացնում ես, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և եկ ստեղծեց նրան, և Աստված օրհնեց նրանց, ինչ արեց Աստված, հենց ստեղծած օրվանից մեզ օրհնում է, պատկերացնում եք, բախենք նվնվում, տստզում, բողոքում, և Աստված ասեց նրանց, աճեք և շատացեք և լցրեք երկիրը։ Աստված ուզում է, որ մենք աճենք, շատանանք և լցնենք երկիրը։
Ինչով։ Մեր նմանությամբ, մեր պատկերով մարկանցով։ Հաջորդ խոսքը շատ հետաքրքիր է։ Եվ տիրեցեք նրան, եւ իշխեցեք ծովի ձկները, եւ երկնքի թռչունների վրա, եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ Ասում է տիրեք եւ իշխեք։ Ինչ անենք։ Տիրենք։ Ինչ անենք, իշխենք։ Շրջվի կողքինի նայի, իրա վրա պետք չի տիրես ու իշխես։ Բայց նայ քո սրտի մեջ իրավիճակներին հիմա, այ դրա վրա պետք է իշխես ու տիրես։ Ինչ որ սողում է, ինչ որ թրջում է, ինչ որ լողում է, ինչ որ չի երևում ջրի տակ է, այդ ամեն ինչի վրա պետք է իշխես ու տիրես։ Ոնց Աստծո սիրով։ Աստված քեզ իշխանություն ա տվել։ Մի ասա, դե ատում եմ էլի չի ստացվում։ Ստացվում է։ Ստացվում է։ Ասա ստացվում է։ Ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Գիտես 31 խոսքը։ Եվ Աստված տեսավ բոլոր ինչ որ արել էր եւ ահա շատ բարի էր։ Ժողովուրդ, Աստված ինչ որ արել է, ինչ որ անում է, բարի է։ Կարաս հասկանաս այդքան բանը։ Ինչ որ քո հետ տեղի է ունենում, բարի է։ Հեշտ է քեզ տեղից խոսալ։ Դու արի խոսա։ Հլարի մտիմ կաշվի մեջ։ Տես հեշտ է։ Գիտես, ինքան ուժեղ է գրած, որ ասում է շատ բարի էր։ Ինչ որ Աստված արել էր։ Հիմա Աստված քեզ է ստեղծել։ Ստեղծել է քեզ Աստված։ Փաստորեն Աստված քեզ շատ բարի է ստեղծել, համաձայն ես թե չէ։ Աշխատի քո վրա, եթե ինչ որ մի բան Աստծո ստեղծագործության մեջ խախտվել է, սիրտդ մի քիչ ուրիշ բաներով է լցվել։ Ես ու դու պետք է աշխատենք այս դրա վրա։ Տեղ ունենք աշխատելու։ Ինչ որ մեկ եկել է քո սրտի մեջ սխալ ծերմերացան է, սխալ նպատակներացան է, աչքերդ հեռացրել է Քրիստոսի վրայից, որ սուզվես։ Լիքը հարցեր առաջանում, որովհետև ասում է ինչ որ արեց Աստված բարի է։ Հիմա բախի եմ ես sense դժվարության մեջ։ Բախի է իմ հետ այս բանը կատարվում։ Կարանք չէ ասենք, կարանք չէ բողոքենք, կարանք գանք Աստծո մոտ ասենք, ինչի ասենց, մրթմրթանք, փնփնթանք, այն նոր ապաշխարած վաղտ հասկանում եմ, բայց հետո որ տարիներով գալիս ես Աստծո հետ ունես կենդանի փոխհարաբերություն, ես մտածում եմ, դա քո լեքսիկոնից պետք է գնա հավերժ, մեռնի այդ ամեն ինչը քո համար, դժգոհությունները, բողոքները։ Մենք ունենք երկաթի նկար։ Սա երկաթը, երբ որ հալածնում են, հնոցում է։ Գիտես, առաջի հայացքից շատ բարդ է եւ դժվար է, եւ շատ վտանգավոր է։ Բայց հետո կամանց ինչ ենք ստանում, գեղեցիկ զարդեր։ Հա? Որպեսզի այս զարդերը ստանանք, պետք է այս երկաթը այս փուլի միջով անցնի։ Միգուցե դու ասում ես ոչ մեկ ինչ չի հասկանում, ոչ մեկ իմ հետ չի։ Ճիշտ է, այն որ հայկական խոսք չէ, ցավը պատճառում է Տիրոջը, հա, մարմնին։ Մենակ դու ես այդ ցավը զգում։ Մենակ դու կարաս ինքդ քեզ հասկանաս, որովհետև այդ ցավը քո մարմնի մեջ է։ Գիտես, բայց որպեսզի այս գեղեցկությունը ստանանք մեր տներում, մեր դռներում, մեր հայատներում, գիտես պետք է այդ անցնի այդ կրակով։ Ես հասկացել եմ մի բան, որ կրակը ոսկուն չի փչացնում, այ ընդհակառակը որակը բարձրացնում է։ Դրա համար էլ Աստված թույլ է տալի ինձ ու քեզ դժվար իրավիճակներով ճեղքենք ու անցնենք։ Ինձ ու քեզ թույլ է տալի, որ կողքիդ նստածը մի հատ իր կրունկով կանգնի քո ոտի բութմատի վրա։ Թույլ է տալի, որ մյուս անգամ, երբ որ դու սպասում ես այդ մարդու բարևին, ինքը քեզ չնկատի։ Գիտես, Աստված թույլ է տալի բաներ, որ մեր կյանքում իրադարձություններ տեղի ունենա, որ մենք մեր սիրտը տեսնենք։
Ասում եմ մենք մեր աշկի մեջի գերանը չենք տենում, բայց այնքան լավ ենք ուրիշի աշկի մեջի փուշը տենում։ Աստված էլ ուզում է մեր այդ ուշադրությունը դարձնենք մեր սրտի մեջ, որ ոչ մեկին չմեղադրենք, այ մեր սիրտը սկսենք մաքրել։ Պատկերացնում ես դու ունես հողամաս, գալիս ես տենում ես քարեր, թղթեր ու բողոքում ես, քամին բերես, լցրեց ես հարևաններս, ինչ չուզող մարդիկ են բերում են իմ հողամասի մեջ կեղտ են լցում։ Ինչ ես անում, թևերդ կշտում ես, ձեռնոցներդ հագնում ես, սապոգներդ նույնպես հագնում ես ու մտնում ես քո դաշտը մաքրելու, չէ՞։ Խոտից, մոլախոտից, թղթից, քարից, փետից, որպեսզի բերքը լավը լինի։ Դրա համար ես ու դու փորձենք այդպես ապրենք։ Գիտես, հեշտ ծառ տեսել ես կյանքիդ մեջ։ Ինչ տեսել ես ծառեր, որ ընկած են։ Այն ծառները, որ խորը արմատներ չունեն, քամիների դեպքում շատ հեշտ ընկնում են։ Աստված ուզում է, որ մեր արմատները շատ խորը լինի Աստվածաշնչի մեջ, իր խոսքի մեջ։ Երբ որ քամիները գան, մենք հասկանանք, որ այս քամին եկավ, գնաց, ես կամ ու մնալու եմ, որովհետև ես յուրահատուկ եմ, որովհետև Աստվածը ինձ տնկել է այստեղ։ Բա ինչի պտղաբեր չեմ։ Ինչա, ծառները տարին 24 ժամ պտուղ են տալիս։ Ունենք ծառի նկար, պտղաբեր։ Այս ծառի վրա պտուղ կա, տենում եք, այս ծառը հիանում է, ես եմ չկա իմ նման, չկա քիզի նման, ծառ ջան, հա, բայց այս ծառը ունի տարբեր տարվա էտապներ, որ ինքը պետք է անցնի։ Մեկ էլ տեսնում ես, բերքը տվեց պրծավ, էլ բերք չկա, գալիս է աշունը, մեկ էլ տենում ես ծերացավ, թորմշտեց, գույները փոխեց, էլ չի կարում հպարտանա, մեկ էլ տենում ես այդ եղածն էլ կորցրեց։ Ոնց եք մտածում, ծառը նստում ասում է, ես էլ ոչ մեկին պետք չեմ։ Էլ իմ վրա նայող չկա, էլ իմ տակը նստող չկա, էլ ինձանով ուրախացող չկա։ Թիմացի, գարուն կգա, պտղաբերությունը նորից կվերադառնա, կարևոր է, որ դու տնկված ես Աստծո մեջ ու քո արմատները խորն Աստծո մեջ։ Մյուս տարի կգա պտղաբերության ժամանակը, նորից տերևները կաճի, նորից ծաղիկ կտա, նորից բերք կլինի։ Հասկանում ես, մենք կյանքի տարբեր էտապներ ունենք, որ պետք է անցնենք։ Դրա համար ոչ թե լարվես, ոչ թե գայթակղվես, ոչ թե կատաղես, այ խոնարհությունով, սիրով անցնես, որ ուրիշներին էլ կարանաս այդ ճանապարհը անցնեն։ Ամեն։ Հիմա ուզում եմ, որ հիշես Հոբին։ Հոբը լքված չէր Աստծո երեսից։ Հոբը ընտրված էր Աստծո կողմից։ Եթե դու դժվարություններ ես անցնում, ուրեմն դու ընտրված ես Աստծո կողմից։ Իհարկե, Աստված նախատեսում է 40 օր դժվարություններին, մենք անցնում ենք 40 տարի։ Գիտեք ինչի պատճառով։ Մեր փնփնտալու տրտռճալու պատճառով, մեր սրտի հետ չաշխատելու պատճառով, մեր դժգոհությունները երկարացնում են մեր փորձության ժամանակը։ Ասում եմ, ինչ հետաքրքիր էր, Հիսուսի աշակերտներին էլ կրակեցին, էլ խաչեցին, էլ վառեցին, էլ կտրեցին, ոչ մեկ չտրտմեց։ Բայց մեզ ոչ մի բան չեն անում, մենք տրտմում ենք, պատկերացնում եք։ Մենք ավելի շատ տրտմում ենք մեր հեռախոսը վնասվելուց կամ քան այս մարդիկ իրանց կյանքը կորցնելուց։ Ինչքան փոխվելու տեղ ունենք, ինչքան աճելու տեղ ունենք, ինչքան գոհանալու տեղ ունենք։ Այսօրվանից սկսում ենք այդ process-ը։ Գիտես, Հոբը մինչև փորձությունը ասում է, ականջի ծայրով լսել էի Աստծո մասին։ Բայց հիմա գիտեմ։ Գիտես, այս փորձությունները, դժվարությունները գալիս են մեր կյանքի մեջ մի նպատակի համար, որ մենք մոտենանք Աստծուն, որ մենք իմանանք Աստծուն, որ մենք ճաշակենք Աստծուն եւ ճանաչենք Նրան, որովհետեւ երբեմն կոմֆորտի մեջ այնքան լավ է, սովորել ենք, տաքությունը կա, հարմարությունը կա, նստարանները հարմարավետ, բա որ չլինի, արդյոք պատրաստ ենք ցրտին հավաքվելու, արդյոք պատրաստ ենք ձանը մառոզին հավաքվելու, փառաբանելու Տերերի Տիրոջ ու արքաների արքային, Ինքան ենք
հարմարավետ մեքենաներով, տրանսպորտներով հարմարվել, որ մի քիչ մեր կոմֆորտին եթե մի բան կպնի, երևի թե կայծակ կորը տա մեր շուրթերից ու աչքերից։ Գիտես, Դավիթը ասում է Սաղմոս 139:23 փորձիր ինձ, ով Աստված, եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները։ Ու մենք գիտենք ինչ դժվարություններով անցավ Դավիթը, ինչ ասես եղավ հետը։ Այն որ Աստված հեռու տանի, ինչ ասես եղավ։ Բայց զարմանալի է, որ ասում է, ինչ հիասքանչ կերպով եմ ես ստեղծված։ Ինչ զարմանալի կերպով եմ ես ստեղծված։ Գիտես, ես շատ էի ման գալի, ասում եմ, ինչ հետաքրքիր է, որ Աստծո սրտի մեջինը իմանանք, Աստծո երազանքը իմանանք, Աստծո արժեք իմանանք, ինչն է Աստված ամենաշատը արժեքավորում։ Հիմա Եսայի վարքարեության մեջ 64:8 եւ հիմա ով Տեր դու ես իմ հայրը եւ մենք կավ ենք եւ դու մեր բրուտը եւ քո ձեռքի գործն ենք մենք ամենքս։ Աստված ասում է մենք կավ ենք, դու բրուտն ես, որ մեր հետ գործ ես անում։ Բրուտագործ տեսել եք, կավ տեսել եք, կավը որպեսի ինչ-որ մի բան դառնա, ինքը սկզբից ցեխի պես է։ Պետք է փորեն, ցեխից հանեն, հա, հետո մշակեն, ճզմեն, սենց ինչքան հնարավոր է, քույրիկները ալուրով բանման թխել են, իրանք գիտեն, էլի, ու կամած այդ կավը դառնում է սենց պլաստիլինի պես փափուկ բան։ Գիտես, այն կոշտուկները սաղ անցնում է, որպեսզի կավագործը իրանից ինչ-որ մի բան ստանա, պետք է ինքը պլաստիլինի պես փափուկ լինի։ Տենում ես կավագործի ձեռքերն էլ ցեխոտ է, երբ որ ինքը ինչ-որ մի բան անում է, ինձ ու քեզ մշակում է, ինձ ու քեզ պատրաստում է իր սեղանի համար, հայ, իր ասենց դեմը դնելու համար։ Գիտես, դրա համար մի քիչ process է անցնում այդ կավագործի ձեռքը, այդ կավը։ Հիմա ինձ ու քեզ Աստված մշրում է, մենք չենք ուզում մշրվենք։ Բողոքում ենք, այս էր պակաս, մենակ ես ինչ չեր հերիքում։ Ասա, Աստված, քննիր իմ սիրտը, փորձիր ինձ։ Ես կավն եմ, դու կավագործն ես, ինչ է քեզ պետք, բաժակ, ավսե, ստացիր, ինչի համար կարամ ծառեմ, էդ էլ արա, կարանք տենց ասենք, մունատ գալու փոխարեն, թույլ տուր, թող Աստված քո հետ աշխատի, գիտես, ես տեսել եմ այդ գործողությունը, երբ որ պատրաստում է, վերջացնում է, ինքը դեռ թրծված չի, իրան պարտադիր պետքա շատ բարձր ջերմաստությամբ մտնի ոնց որ սենց միկրովալնովկի մեջ, հա, կրակի փռի մեջ։ Վերջնական ուզորները տալուց հետո ինքը թրծվում է։ Երբ որ թրծվում է, այդ ժամանակ արդեն պատրաստ է օգտագործվելու համար։ Լավ ծեծեցիր, լավ ջարդեցիր, լավ մշակեցիր, բայց թող ես կրակի փուրը հեռու անցնի, էլի, այս մեկը չէ, Աստված չէ, հələ ժամանակը չի, երբ որ պատրաստ լինեմ, ես կասեմ, ուտեց մնում ես անպատրաստ, չի կարելի քեզ օգտագործել, դու թունավոր ես, երբ որ չես թրծվել, օգտագործման համար առողջարար չի, օգտակար չի, պատկերացնում ես, դրա համար փուլեր կա, որ դու պետք է անցնես քո կյանքում, ու ամեն մեկը անցնում է այն փուլը, ինչի մեջ ինքը գտնվում է, ես քո փոխարեն չեմ կարող անցնեմ, դու իմ փոխարեն չես կարող անցնես, ամեն մեկս անցնում ենք մեր ճանապարհը, ամեն մեկս թրծվում ենք մեր չափին, ինչքան որ թույլ ենք տալիս, հա, Հռոմեացիս 9:20 Բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս, միթե ստեղծողը կասե իր ստեղծողին, թե ինչու այսպես արիր ինձ, պատկերացնում ես, հեչ հաշիվ չենք տալի, Աստված ջան, խինձ ստեղծեցիր, խինձ սենց ստեղծեցիր, միթե ստեղծողը ստեղծողին կասի ինչի է ստեղծե տենց,
Միթե կավը կարա, կավե գործին ասի ինչ ես ինձ ստեղծել։ Միթե բրուտը իշխանություն չունի հողի վրա, որ միևնույն զանգվածից շինե, մեկը պատվի անոտ, մյուսը անարգանքի։ Միգուցե հիմա դու դժվարության միջով ես անցնում, անարգանքի միջով ես անցնում, եւ դա քեզ շատ վիրավորում է ու սպանում է։ Բայց դա պետք է Տիրոջ համար։ Աստված ուզում է քեզ մշակի ու պատրաստի։ Դու շատ թանկ ես իր համար։ Բայց եթե կոտրվում ես, փշրվում ես, չես ուզում մշակվես, իհարկե բրուտն էլ երևի համբերություն ունի, չէ՞, ասма կացին արմատին դրածա։ Կշպրտի մի կողմ, ուրիշ կվերցնի, ուրիշից կպատրաստի։ Այնքան կարևոր է իմ ու քո համար լինել փափուկ բրուտագործի ձեռքերի մեջ։ Ոչ թե ասենք ինչի սենց, այ ասենք ահա ես Տեր, քեզ հարմար անոթ պատրաստի ինձանից։ Եվ ձեր խոտորնակությունը, դա գրված է Եսայի 29:16, միթե կավի պես կհամարվի բրուտը, որ շինե ասե իր շինողին, նա ինչ չի շինե, եւ արարածն էլ իր արարչին, թե նա չէ հասկանում։ Ոնց որ մենք Աստծուն ասենք, լավ չես հասկանում ինչ ես անում։ Ահա մի փոքր քիչ ժամանակից հետո Լիբանանը կդառնա պտղաբեր արդ։ Եվ պտղաբեր արդը անտառ պիտի համարվի։ Եվ այն օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը։ Եվ միգուցե ու խավարիցը կտեսնեն կույրերի աչքերը։ Եվ խեղճերը ուրախությամբ պիտի ավելացնեն Տերովը, ուրախությունը պիտի ավելացնեն Տերովը, եւ չքավոր մարդիկ պիտի զվարճան անան Իսրայելի Սուրբովը։ Ասում մի փոքր ժամանակ, 17 խոսքը, մի փոքր ժամանակ, այսինքն այդ հալածանքը միշտ չի, այդ դժվարությունը միշտ չի, եթե մենք թույլ տանք, որ Աստված մեր կյանքում գործի։ Ասում եմ Լիբանանը գդառնա պտղաբեր անտառ։ Ուզում եմ ասեմ այդ Լիբանանը դու ես։ Թույլ տուր մշակը քեզ մշակի, թույլ տուր քեզ պտղաբեր անի։ Ամեն պտուղի մեջ կա սերմեր, այդ սերմերը բերում, այդ սերմերը բերում, ու դու ծաղկում ես, պատկերացնում ես։ Մենակ թույլ տաս։ Եվ ասում եմ պտղաբեր անտառ կդառնա, 18 խոսքը, եւ այն օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը։ Միգուցե Աստծո ձայնը չես լսում, միգուցե խուլ ես այսօր, միգուցե Աստված խոսում է քո հետ ոնց որ Կայենի հետ էր խոսում, եթե բարի լինես կբարձրանաս։ Ինչ ես երեսը տրտմեցրե, ինչ ես երեսը ցածրացրե անցած քարոզից։ Գիտես, մտածում եմ, որ մենք լսելու կարիք ունենք, սիրելիս։ Ու Աստված ուզում է, որ մենք լսենք, միգուցե դժվարությունով պետք է անցնենք, որ Աստծո ձայնը լսենք, բայց մենք չենք ուզում դժվարությունով անցնենք։ Եվ միգուցե խուլերը կլսեն, կույրերը աչքերները կտեսնեն։ Միգուցե մեր հոգու աչքերը պետք է բացվի այդ փորձություններից, դժվարություններից դուրս գալուց հետո, որ կարողանանք տեսնենք Աստծո գործը։ Պատկերացնում ես։ 73 Սաղմոսը ինձ դուր է գալի, ասում է, քիչ էր մնացել սայթաքեի, որովհետև նայեցի այս աշխարհի հարուստներին եւ նրանց ձեռքի գործին, որ նրանք մարդկանց խնդիրների ու խնդիրների մեջ չեն բնակվում, իրանց աշկերը իրանց չաղությունից տրզելուց արդեն դուրս է թռնում, միջև այն ժամանակ, միջև մտա Աստծո ներկայության մեջ ու տեսա նրանց վերջը։ Գիտես, մեր բոլորիս էլ թվում է մեր ճանապարհները ուղիղ են, բայց վերջը կորուստ է։ Եթե մեր ճանապարհը Քրիստոսը չի, եթե մեր սիրտը սիրով չի լցված։ Ասում է, խեղճի ուրախությունը պիտի ավելացնե Տերը։ Հիմա խեղճ իրավիճակի մեջ ես, դժվար իրավիճակի մեջ ես, առողջական դժվար խնդիրներ ունես, ֆինանսական դժվար խնդիրներ ունես, մարդկային փոխհարաբերությունների մեջ դժվար խնդիրներ ունես, աշխատանքի խնդիր ունես, ես չգիտեմ, բայց մի քիչ ժամանակ աշխատի քո սրտի հետ ու կտեսնես Տերը քեզ ոնց է այդ իրավիճակից հանում։ Դու ուրախությունով կլցվես, դու պետք է ցնցած Տերով։ Ասում է չկա որ մարդը պետք է զվարճանա Իսրայելի Սուրբով։ Քո ուրախությունը պետք է լինի Քրիստոսը։ Ավել բան էլ ինչի տա պետք։ Դու գնա Տիրոջ հետևից, գրածափնտրեք երկնքի արքայությունը, ամեն բան կտրվի, այդ ամեն ինչը հեթանոսներն են մտածում։ Գիտես,
Ցավալի է, երբ որ մեր ուրախությունը էլ Քրիստոսը չի։ Հա դե մենք գիտենք էլի։ Նույն անում էին փարիսեցիները։ Քանի կոպեկ արժի։ Սաղմոս 139 գոհանում եմ քեզանից, որ ահավոր եւ զարմանալի կերպով ստեղծվեցա։ Վաու, դու տեսար են կարոպկի մեջ ինչ կար։ Դու տեսար Աստծո սրտի երազանքը, դու տեսար Աստծո ամենաթանկը, դու տեսար Աստծո ուշադրությունը ում վրա է։ Հիմա այդ նույն բանը Դավիթին է ինձ ցույց տվել, ասում է, զարմանալի կերպով ստեղծվեցա։ Աստված ջան, ես ինչ լավ ես ինձ ստեղծել, որ մի քիչ բոյով լինեի, հեշ լավ չէր լինի։ Որ մազերը ունենայի, պետք է շամպուն օգտագործեի, ֆենեի, սանրվեի։ Ամեն ինչի մեջ կարելի է պլյուսներ գտնել։ Դու էլ քո իրավիճակի համար ասա։ Զարմանալի կերպով ես գործում, Աստված ջան։ Եվ իմ անձը լավ հասկացել է դա։ Ես Դավիթ ասում եմ, այնքան լավ եմ հասկացել քո սրտի եղածը իմ համար։ Այնքան գոհ եմ, այնքան ուրախ եմ, որ չես պատկերացնի։ Քո աչքերը տեսնում են ին կերպարանքը դեռ անպատրաստ։ Հələ որ ես չկայի, ես քո սրտի մեջ էի, ես քո երազանքն էի։ Եվ քո գրկումը գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու են, երբ նրանցից մեկը դեռ չէր եղել։ Պատկերացնում ես, եթե դու հասկանում ես, որ այս կյանքի օրերը ամեն օրը Տիրոջ առաջնա, դեռ նրանցից ոչ մեկ դեռ չէր եղել, դու հասկանում ես Տիրոջ կամքը որտեղ է քո համար ու փառք ես տալիս իրան ու մեծարում ես։ Հոգնեցիք ժողովուրդ։ Հասկանում եք ինչի համար եմ խոսում, ինչի մասին եմ խոսում։ Եթե հասկանում ես, մի հատ ձեռը թափ տուր։ Փառք Աստծուն։ Հաղորդություն ենք ունենալու իհարկե ու շատ եմ ուզում, որ դու պատկերացնես ինչքան թանկ ես Աստծո համար։ Գիտես, թեկուզ ընկել ես ցեխերի մեջ, թեկուզ կեղտոտվել ես, թեկուզ դու քո աչքերին զզվելի ես, թեկուզ դու քո համար անտանելի ես։ Գիտես, ես ունեմ ուխտի մատանի։ Երբ որ նշանվեցի, կինս ինձ ուխտի մատանի տվեց, ես իրան տվեցի, այս մատանին հիշեցնում է իրան։ Գիտեք, սա մեր համար շատ թանկ է։ Չգիտեմ քո համար ոնց, մեր համար շատ թանկ է։ Գիտես, եթե այս մատանին ընկնի ցեխի մեջ, իր արժեքը կորցնում է, իմ աչքերին չէ։ Իր հետ կապված հիշողությունները կորցնում եմ, իհարկե չէ։ Ինչքան էլ վիճակը դժվար է, ինչքան էլ դու մտածում ես ցեխոտվել ես, ինչքան էլ դու մտածում ես անպետք ես, իմացի քո ստեղծողի համար դու շատ թանկ ես։ Ու այն հիշողությունները, այն երազանքները, որ ինքը ունի քո համար, դա անգին է։ Սկսի տեսնել քեզ իր աչքերով։ Ես չեմ պատկերացնում Հիսուսը գար նստեր այստեղ, այ մարդ գործերս մնաց է եւ հապրսնելու գնա։ Եվ հապրսնելու, արի ես կոմով դուրս գամ, այն ծերի նստածին չտենամ, հա, չեմ ուզում այսօր բարևեմ, ժամանակ չունեմ, այնքան է խոսալու, ես էլ շտապում եմ, լվացքս մնացել է։ Այդ համ Պետրոսին ասեմ, Պետրոս, այդ համ ձուկ բռնենք, բերանից փող անենք։ Չէ։ Ոնց կաներ Հիսուսը քո իրավիճակում, այդպես էլ դու արա։ Հələ փորձի հասկանաս։ Վերջի տեղն եմ կարդում։ Հովհաննեսի 3:16։ Եվ այնպես Աստված սիրեց ինձ։ Ես չգիտեմ քեզ, բայց ինձ։ Կարաս ասես, եւ Աստված այնպես սիրեց ինձ, որ տվեց իր, չէ, միածին որդուն, որ մենք կյանք ունենանք եւ ավելիով։ Ամենաբարձր գինը տվեց։ Գիտեք, այս բաժակը ունի արժեք։ Ինչքան կարժենա։ Մոտավորապես 5,000
Հիմա, եթե ես ես բաժակի համար պահանջեմ 100,000, ոչ մեկ չի տա։ Նամանավանդ միլիոն, բոլորը կծիծաղեն, չէ՞ ին վրա։ Բայց հասկանում ես, Աստված ամենաբարձր գինը տվեց, իր կյանքը տվեց իմ ու քո համար։ Էլ խի ենք դժգոհում։ Էլ դրանից կարևոր մի բան կա մեր կյանքում։ Ծնողի համար ամենակարևոր բանը, որ իր երեխան երջանիկ լինի։ Համաձայն եք, թե չէ։ Դեկեք ուրախացնենք էլի ծնողին։ Իր կյանքը տվել է մեր համար, ով որ ծնողները կիմանաք։ Ուզում եք ձեր երեխու համար մի բան ստեղծեք, մի բան անեք, մի բան թողեք։ Հիմա Աստված այսքան բան կարդացի, այսքան բան արել իմ ու քո համար։ Ես ուզում եմ այսօր փոխես քո վերաբերմունքը քո նկատմամբ։ Ուզում եմ այսօր Աստծո աչքերով ինքդ քեզ տեսնես։ Ասում եմ, եթե արդար ընկնի 7 անգամ էլ կկանգնի։ Գիտես, բերեցին են աղջկան, որ քարկոցեն, նայում ես Աստծո սերը, ասում եմ, գնա էլ մեղք մի գործի։ Ես կարամ դատապարտեմ, ես էլ քեզ չեմ դատապարտում։ Էլ ինչ հա պետք ինձ ու քեզ։ Ասում եմ, 5 մարդ ես ունեցել են, որի հետ էլ ապրում ես, քոնը չի։ Գնա էլ մեղք մի գործի։ Էլ ինչ հա պետք ինձ ու քեզ։ Ես չգիտեմ, կա ավելի բարձր արժեք, կա ավելի կարևոր գնահատական, քան նա, որ արդեն տրված է։ Քո վրա Տիրոջ պեչատն է, պրոբն է, կնիքն է, գրած է 999, վիշի պրոբ ես դու իր համար։ Ինքը քեզ թրծում է, որ քո գինը ավելի թանկանա, որ քեզ էլ ավելի օգտագործի թագավորների ու իշխանների առաջ։ Բայց դու ասում չէ, հերիքա, ես հոգնել եմ, ես չեմ կարա, Կորինթացիներ ասում է, քո ուժերից վեր փորձություն չի կարա, ես չեմ ուզում, ես հանձնվում եմ, հերիքա։ Աստված ջան, ձեռդ մի տուր, թող սուզվեմ, խորտակվեմ էթամ։ Հլը ուրիշ կողմից նայի, հա, հլը հոր կողմից նայի։ Գիտեք ինչն է զարմացնում, որ այդ 17 տարեկան տղան, որ եկել էր սպաներ Տիրոջ ծառային, Տիրոջ զավակին, Բիլիգրեմին, ասում է ձայն լսեց։ Ինչ ես անում։ Ասում ոչ մեկ չգիտի ես ինչ եմ անում։ Սա Աստված է, որ գիտի։ Հիմա ուզում եմ հարց տամ քեզ, ինչ ես անում։ Եկեք, իրականից Աստծուն ուրախացնենք։ Երբ որ մենք Աստծուն կուրախացնենք, մեր կողքի նստածներին էլ կուրախացնենք։ Համաձայն ես։ Եկեք փորձենք ատելության փոխարեն սիրով լցվենք։ Չէ որ մենք Աստծուն պետք է նմանվենք, ոչ թե Ալապուգաչովային կամ Ռոնալդինոյին։ Մենք իր պատկերով, իր նմանությամբ ենք ստեղծված։ Ինքը շատ համբերատար էր։ Ինքը երկայնամիտ էր, բայց մեկ-մեկ էլ տեսնում ենք ասма, լավ ասառը լինեիր, կամ տակ քանց թե գոլես կփխսեմ իմ բերանից։ Մենք ենք խնդիր առաջացնում, որ Աստված չի կարում մեզ օգտագործի կամ առաջավոր անի, առաջանանք իր գործի մեջ։ Դրա համար ուզում եմ, որ ուշքդ հավաքես գլուխդ, կներես է ձև եմ ասում, ուզում եմ, որ դու քեզ գտնես Աստվածաշնչի մեջ, ուզում եմ, որ դու քեզ գտնես Աստծո խոսքի մեջ, ուզում եմ, որ դու քեզ գտնես Աստծո սրտի մեջ, երբ որ գտնես Դավիթի պես կասես, ես ինչ լավն եմ, ես ինչ զարմանալի կերպով եմ ստեղծված, չի նշանակում բոլորից լավն ես ու ինչ ուզես կարաս բոլորի գլխին անես, չէ, Էլի եմ ասում, իշխում ես քո սրտին, իշխում ես հպարտությանը, իշխում ես նախանձին, իշխում ես բամբասանքին, իշխում ես գոռոզությանը, իշխում ես գողությանը, ատելությանը, հարբեցողությանը, բայց քո եղբորը չես իշխում, կամ քո քրոջը, լցնում ես սերը այդտեղ, լցնում ես համբերությունը, լցնում ես ողորմությունը, գթասրտությունը, ուրախությունը, ամեն